Պարոն Կարապետյան, վերադառնալով տնտեսական ձեր ծրագրին, 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղծել իշխանության գալուց հետո 5 տարվա ընթացքում, բայց գիտենք նաև, որ հատկապես իշխանական թևից կան մաթեմատիկական հաշվարկներ այն մասին, որ դա գրեթե անհնար է եւ դրա համար շատ մեծ ներդրումներ են պետք, եթե հաշվի առնենք, որ եթե գործնականում դա հնարավոր է։ Կասեք, ինչպես եք դա անելու, մի փոքր այսպես մանրամասն բացատրելով նաև մեր հանրությանը, եւ եթե կարելի է վիճակագրական տվյալ ներկայացնեք, թե վերջին 30 տարում Հայաստանում որքան աշխատատեղ եք ստեղծել։ Իշխանության մաթեմատիկան մինչև 5-րդ դասարանի մակարդակի է։ 300,000 աշխատատեղ կարելի է ստեղծել Հայաստանում 5 տարում ոչ շատ մեծ դժվարությամբ։ Դրա համար պետք է լինի առաջերտին նվիրվածություն։ Մենք հիմնվում ենք նաև մեր անձնական հնարավորությունների վրա, մեր գործընկերների վրա, մեր սփյուռքի հայրենակիցների վրա, վերադարձնելով վստահությունը Հայաստանի նկատմամբ, մենք լուրջ խթանելու ենք ներդրումային հոսքերը Հայաստան։ Պետությունը կանգնելու է բիզնեսի կողքին։ Դուք գիտեք, որ հիմա բիզնեսը պետության թշնամին է։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր։ Բոլորի ընտանիքները այսօր քրեական հետապնդումների տակ են։ Դուք պատկերացրեք, եթե առավոտը բիզնեսմենը գնում է գործի եւ գիտի, որ տվյալ պահին իր ծեր ծնողները ժամերով սպասում են քննիչի քմահաճույքին, կընտունի նրանց, քանի ժամ պահի իր կողքը։ Եթե բիզնեսմենի երեխաները թեկուզ եւ չափած առավոտից երեկո գտնվում են տարբեր հաստատություններում, որտեղ չեմ ուզում օգտագործեմ բառը տերոր, բայց ենթարկվում են ցանկացած տիպի բռնությունների, որ բիզնեսմենը ցանկություն կունենա ներդրում անել այս երկրում։ Գլխավորը մենք պետք է վերադարձնենք վստահությունը, գլխավորը մենք պետք է վերադարձնենք սփյուռքի վստահությունը իրենց հայրենիքի նկատմամբ։ Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 միլիոն հայի հայրենիք, իսկ Փաշինյանը ուզում է դարձնել 3 միլիոն հայի եւ 300,000 ադրբեջանցու հայրենիք։ Այդ քայլերով դուք վստահ եղեք, բացարձակ դժվարություն չկա, շատ արագ դուք տեսնեք, նույնիսկ առաջի արդեն ամիսներից դուք տեսնեք այդ զարգացումները։ Ինչ վերաբերվում է մեր ընկերության ներդրումային ծրագրերին, համենայն դեպս կարող եմ վստահ ասել, որ Փաշինյանի կառավարման տարիներին, եթե վերցնենք բոլոր խոշոր ներդրումները, բոլոր, համարժեք կլինեն կամ ավելի պակաս կլինեն, քան մեր ընկերության ներդրումները Հայաստան։ Մենք նույն տեմպը շարունակելու ենք։